Ահա, մենք վերադարձանք։ Ձեզ ասում ենք բարի լույս կրկին, սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք Առավոտ լուսոն առաջնալիքի ուղիղ եթերում եւ հաղորդման երկրորդ հատվածը մենք սկսելու ենք շատ համեղ։ Համով, հոտով, գեղեցիկ, սիրուն, չէ՞։ Այո։ Որովհետև ամենասիրելի հատվածին ենք այս պայն մոտեցել, շտապ ենք ներկայացնել արդեն, թե ով է այսօր լինելու խոհանոցում։ Այո, այսօր խոհանոցում է մեր սիրելի Աբրահամ Բաբիկյանը, բարի լույս Աբրահամ։ Բարի լույս։ Ողջույն։ Ինչպես ես։ Հիանալի դուք ոնց եք։ Սիրում ես երկուշաբթի օրերը։ Այդքան էլ չէ, բայց Ապրես։ սիրում ենք։ Չէ, մենք էլ գիտես այդքան էլ չէ, բայց քանի որ գտնվում ենք Առավոտ լուսոյի տաղավարում, իսկ Առավոտ լուսոյի տաղավարը միշտ դրական է, անսպար էներգիա ունի դրական ու հետեւաբար փոխանցում է դա էլ մեզ, մենք էլ փորձում ենք դրականը մեր գործընկերների իհարկե փոխանցել մեր սիրելի հեռուստատողներին։ Ինչ ենք պատրաստելու, Աբրահամ։ Այսօր պատրաստելու ենք աղցան, որը բաղկային է եւ որի մեջ շատ վիտամիններ է պարունակում եւ հագեցնող, շատ համեղ աղցան ենք պատրաստում։ Ինչ է հարկավոր մեզ։ Մեզ հարկավոր է վարունգ, լոլիկ, ավոկադո, միքս կանաչի, քինուա, կիտրոն եւ ձիթայուղ։ Շատ բարձ, հեշտ աղցան, նաեւ որի մեջ կա լիքը վիտամիններ եւ շատ առողջարար։ Հատկապես Բաքվի շրջանում քինոան կամ սագախոտը, ինչպես մենք սիրում ենք այն անվանել հայերենում, շատ սպիտակուցներ է, չէ՞, պարունակում, որոնք կարևոր են այս շրջանի համար, սիրելի հեռուստադիտողներ։ Սպիտակուցներ եւ վիտամին C-ի կարելի ասել բոլոր լավ վիտամին C-ն է պարունակում նաեւ։ Այսինքն քինոյի մեջ ավելի շատ վիտամին C կա, քան պղպեղի։ Այո, կարելի ասել։ Եվ ավելի օգտակար է քինուա։ Քինոյի օրինակ վիտամին C-ն ինձ համար բացահայտում էր։ Դե իսկ նաեւ ես որպես սպիտակուց էի միշտ կիրառում։ Իրան օգտագործում։ Իսկ ավոկադոյի մեջ ամենաշատ վիտամին E-ն է պարունակում, վիտամին E-ի բոլոր գարքերը կարելի ասել, նաեւ շատ առողջարար է, նաեւ հագեցնող է, Առողջ ճարպերը։ այո։ Ավոկադոյի մասին մենք շատ ենք խոսել։ Այսպեսով վարունգը կտրատում ենք խորանարդաձև։ Պետք է այնպես անենք, որ չեի լոլիկը բաժանելուց լինեն իրար հավասար։ Երկու վարունգը բավական է։ Դա զուտ հարմարավետության հարց է, կարծում եմ։ Հարմարավետության եւ սիրուն լինելու ավելի կարծում եմ, ինչքան հավասար են ու գեղեցիկ են բանջարեղենը կտրատված, այնքան ավելի աշկը գերում է մարդու, sense կարելի ասել։ Հիմա նույն ձև կտրատում ենք ավոկադոն։ Ես իրան կթալով չեմ անի։ Այ այսպես կլպում ենք։ Ինքը միանգամից հելնում է։ Դե լավ հասած ավոկադո պիտի։ Հա, լավ հասած ավոկադո։ Լինում է, երբ հազիվ տանագով է լինում իրան բան անել։ Կեղևա հանել, հա, կեղևա։ Կեղևա զրկել։ Այո։ Իսկ այս բաղադրատոմսը քեզ որտեղից է հասել։ Դու որտեղից գիտես, ինքդ ես հորինել, թե ինչ որ Անգետ այս բաղադրատոմսի ավելի հայկական տարբերակը կար, բայց չեչիլ պանրով է, շատ եմ սիրում այն։ Նույն լոլիկ վարունգն է, միքս կանաչի տեղը օգտագործում ենք համեմ, մաղատանոս եւ ռեհան։ Չեչիլ պանրը, նույն լոլիկ վարունգը եւ պղպեղ, գունավոր պղպեղ։ Իսկ այստեղ փոխարինեցինք քինուայով, միքս կանաչիով եւ ավոկադոյով։ Որ նաև պահոց։ Այո, շրջանում ավելի։ Աբրահամ, պահքի շրջանը բարդացնում է խոհարարների կյանքը, թե ավելի հետաքրքիր է դարձնում։ Ինձ թվում է ավելի հետաքրքիր է դարձնում, նոր ուտեստներ ես փորձում պատրաստել եւ մարդկանց հետաքրքիր է եւ իմ էջում շատ եմ կիսվում պահքային բաղադրատոմսերով։ Անցած շաբաթ 3 պահքային բաղադրատոմսով եմ կիսվել։ Նաև միջինքի գաթայի բաղադրատոմսով, որ կարող են նայել եւ արդեն մարտի կեսերից հետո պատրաստել միջինքի համար, ինչու ոչ նաև կարող են հիմա պատրաստեն, քանի որ այն բաղկային է։ Իսկ դու ինքդ բաղքի մեջ ես թե ոչ։ Չէ, չեմ կարող։ Քանի որ բլոգում շատ են պատրաստում մսային ուտեստներ եւ բաղքը ոչ միայն դա առողջ սնվել է կարելի ասել բուսական ծագման բանջարեղենով բույսերը, բայց նաև ամբողջ մտքով ամբողջությամբ պետքա բաղկը պահել։ Աշխատանքի պայմաններից ելնելով չի ստացվում։ Եվ դա եւ ոչ միայն դա։
Այսպես Լավ, իսկ մենք նախապես կարծես թե քինոայի հետ ինչ-որ մի բան արել ենք։ Այո, քինոան նախապես խաշում ենք, մոռացա ասեի, որ ավելի հեշտ լինի պատրաստել։ Երեկոյան կարող եք քինոան խաշել, առավոտյան հելնել, պատրաստել եւ վերջ պատրաստել։ Հիմա լոլիկն էլ կտրատեցինք, ավոկադոն էլ կտրատեցինք, ավելացնելու ենք, իսկ թվում է այսքանը բավական է։ Հիմա կավելացնենք այստեղ քինոան։ Հետաքրքիր է միքս կանաչին վերջում է։ Միքս կանաչին վերջում։ Հիմա մի հատ խառնենք, հետո ավելացնենք միքս կանաչին, որ չլղջենք իրան։ Ամեն ինչ իր պատասխանատվությունն է, հասկանաս, ոչ մի բան պատահական չի։ Հա, եթե ես լինեի խոհարացում, հաստատ միքս կանաչին հիմա վաղուց ներքևում։ Չէ, ես էլ ունեմ, կամեն առաջին դա կլսնեի։ Որ դա սիրուն լինի, տենց դրա վրա դες լսնենք։ Կարծում եմ այսքանը հերիք է, որ ամբողջությամբ քինոա չլինի։ Հիմա Ես հիշում եմ, որ օրինակ Աբրահամի սերը դեպի Խոհանոց տատիկից է, չէ՞ եկել, եթե չեմ սխալվում։ Տատիկն նպաստ է։ Այո։ Երբ փոքր էի տատիկս պատրաստում ես միշտ գնում իրան խանգարում էի Խոհանոցում, բայց հետո ոնց հասկացա խանգարելը դարձավ աշխատանք, հոբբի, մասնագիտություն, այո։ Կանաչին նաև վերևում ենք դնում, որ թանձրուկը վերցնի միանգամից, թե հիմա խառնելու ենք։ Հիմա չենք խառնի, թանձրուկը կավելացնենք, հետո կխառնենք։ Հիմա կիտրոն ենք քամում։ Կես կիտրոնը կարծում եմ բավական է։ Թանձրուկի համար միայն կիտրոն է հարկավոր ուղղ։ Կիտրոն, ձիթայուղ, նաև կօգտագործենք աղ եւ սև պղպեղ։ Անկամ միանգամից այստեղ կպատրաստենք սոուս կարելի ասել, սոուսը։ Հիմա կավելացնենք աղը, կարծում եմ հերիքը եւ սև պղպեղը։ Եթե գծով սիրում են, կարող են ավելացնել կարմիր գծով պղպեղ։ Ըստ ցանկության։ Հիմա այսպես խառնում ենք։ Ավելացնում այստեղ։ Աղցանը խառնելու երկու տարբերակ կա, որ կանաչիները չմրթենք ավելի շատ, կամ այսպես գթալով այսպես ենք անում, շատ հանգիստ նուրբ, կամ ամենահեշտ տարբերակն որ ձեռնոցով ենք, կարող ենք այսպես գեղեցիկ, Շատ պրակտիկ տարբերակ է։ այո, եթե տուն ունեք ձեռնոցներ, խորհուրդ եմ տալիս այսպես, եթե չէ, ափսեն ֆրցնելով, գթալը գեղեցիկ եզրից տանելով դեպի խորք։ Վերջ, հիմա մատուցում ենք արդեն, հանեմ ձեռնոցները, որ գտարով լսնելը ավելի հեշտ լինի։ Շատ արագ, շատ հարմար։ Արագ, հարմար եւ կարծում եմ նաեւ Իսկ քինոան ինչքան ենք մենք խաշել։ Ասացիք խաշել ենք։ Կարծում եմ 5 րոպեն բավական է, մաքսիմում 10 խաշվելու դեպքում, անգամ կարող եք իրան գիշերը թռչել, առավոտ օգտագործել, առանց խաշել։ Նույնը կարող եք անել հնդկաձավարի հետ։ Այսինքն նույն աղցանը կարելի է հնդկաձավարով պատրաստել, թե քինոայով եւ հնդկաձավարով։ Չէ, նույն ձև կարելի է հնդկաձավարը անել, այսինքն առավոտ չեփել, գիշերը թռչում եք, առավոտ ուղղակի փորձում եք։ Բայց կանաչ հնդկաձավարով էլ այս աղցանը լավը կլիներ, կարծում եմ։ Ինձ թվում է այստեղ սրանք սազեր, ճիշտ եք։ Օգտակար, արագ պատրաստվող։ Այսպես հիմա, քանի որ իրան պետքա տեսքի բերենք, մի քիչ այս ավոկադո լոլիկ վարունգ հանում ենք դեպի երես։ Ես այստեղ նաև տեսա քունջուտ։ Դե մեր Անուշը շատ է սիրում սերվեր։ Այո, քունջուտ էլ կարող ենք ավելացնել։ Չեր խանգարի։ Վերջ, պատրաստ է։ Ընտիր պահոց աղցանը։ Կարևոր օգտակար եւ շատ արագ պատրաստել։ Այսքան արագ կարծում եմ շատ հարմար տարբերակ է այն պատրաստելու համար։ Շնորհակալություն Աբրահամ այս հեշտ, արագ եւ կարևորը սննդարար մաղադրատոմսով մեզ հետ կիսվելու համար։ Այո, գեղեցիկ իսկապես, չէ՞։ Հատկապես մատուցման ափսեի հետ շատ ճիշտ համադրվել էին գույները։ Աբրահամ, ես եմ ուզում ասել շնորհակալություն, շատ արագ ու գեղեցիկ համեղ օգտակար աղցանի համար ու հետաքրքիր բաղադրատոմսի, որը առաջարկեցիր մեզ եւ մեր սիրելի քեզ լավ աշխատանքային շաբաթվա սկիզբ ենք մաղթում, որպեսզի շաբաթը շատ հանգիստ ու թեթև սահունացնի։
Իսկ ձեզ մաղթում ենք բարի ախորժակ, ովքեր նոր են պատրաստվում նախաճաշել, նույնն էլ մաղթում եմ մեզ բարի ախորժակ։ Այո։ Բայց առաջարկում ենք նաև Հիմա կարճատև դադար կլինի, որի ընթացքում մենք կփորձենք Աբրահամի պատրաստած։ Բայց շատ կարճատև է լինելու դադարը։ Կարծում եմ կհասցնենք։ Հա, լավ։